վերցես։ Եվ այսպես Հայաստանում կայացան ընտրություններ հայտարարակտրախախտումներով, ըստ էության նաև ձայների գողությամբ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Մայր Հայաստան շարժումը, որ միասին եկեք այս ընտրություններին, երեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին մոտ բարձրաձայնում եք այս հայտարարության մասին, մենք տեսանք առաջին օրը գիշերով, ինչպես իրենք փորձեցին, ոչ թե փորձեցին, այլ փաստացիորեն փորձում են դեռ գողանալ ձեր ձայները։ Նախ եթե ընտրությունների օրվան անդրադառնանք, այս աննախադեպ ռեպրեսիաները, բռնաճնշումները, ապօրինությունները, ընտրախախտումները, դուք տեսել եք մի երկիր, որտեղ մարդը ընտրությունների մասնակցի եւ այդ ուժի առաջնորդը տնային կալանքի տակ գտնվի, փաստացի Սամվել Կարապետյանի նկատմամբ, ու ընտրությունների նախորդող օրերը, ընտրության օրը, ընտրության հաջորդող օրերը, նորից ձերբակալություններ, ապօրինություններ եւ երեք մեկ ակնաթեզը եղան տեղ հայտարարությունը։ Առավոտ շուտ քննիչները գնում են Մայր Հայաստան շարժման ներկայացուցիչ Արեգնազ Մանուկյան, պատգամավորի տեխնացու Արեգնազ Մանուկյանի տուն։ Եվ այդ ամոթեթ հայտարարությունը, երբ որ բառացիորեն Տիկին Մանուկյանն ասում ցույց տվեք, դուք ով եք եւ ցույց տվեք դատարանի որոշումը, դա այդ պահվածքն տեսել եք, համեցեք։ Հարգելի Մարիամ, հարցը մի քանի շերտ է պարունակում, հա, հիմնականը ռեպրեսիաներ եւ ընտրությունների լեգիտիմության խնդիր։ Ընտրությունների լեգիտիմության խնդիրը դրվել է ոչ թե ընտրությունների օրը, ոչ թե հետընտրական շրջանում, երբ նույն գործով են իրենք զբաղված, այսինքն աղճատում են ժողովրդի կամարտահայտության պատկերը պարլամենտում, այլ ընտրություններից առաջ դուք նշեցիք հետապնդումները ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավարի նկատմամբ, հետո նրանց համագիների ձերբակալությունները, որը պերմանենտ էր մինչև հիմա կարծեմ շարունակվում է, թեկնածուների ձերբակալությունները, Անդրարշավի, ես ուզում եմ շեշտել, Անդրարշավի կեսից Անդրանիկ Թևայնյանին շինցու քրեական գործով ձերբակալելը Նիկոլ Փաշինյանի հրապարակային ուղիղ հրահանգով, որն ուղղված էր ԱԱՑ-ին եւ քննչական մարմիններին, դուք հիշատակեցիք Արեգնազ Մանուկյանին, որի տուն գնացել էին խուզարկելու 3 առավոտյան, քննչականը կարծեմ լրատվամիջոցներով եւ ես կարծացի Civic-ն էր, որ նրա քննչականն ասում է, որ Անդրանիկ Թևայնյանին վերագրվող գործով է դա ամեն ինչը արվել, ես այստեղ մի շեշտադրում պետք է անեմ, տեսեք Նիկոլ Փաշինյանը գորգորում էր Անդրանիկ Թևայնյանին վրա փորձում էր կարել մի զրպարտի չոթված լրտեսություն, չգիտեմ ինչ պետական դավաճանություն Վանաձորում, այսինքն հրապարակային հայտարարում է, հետո դրանից 2 օր անցնում է, նոր Անդրանիկ Թևայնյանը գնում կանգնում է քննչականի դիմաց, ասում է եկել եմ ձերբակալեք, 2 օր անցել է, բան չեք անում, էլի եւ նոր մարդիկ ձերբակալում են, այսինքն դու մարդու մեղադրում ես Հայաստանի Հանրապետության ամենածանր հանցագործության մեջ, 2 օր ոչ մի բան ըստ էության չես անում, մարդուն մեկուսա, եթե ամենածանր հանցագործության մեջ ես մեղադրում, ուրեմն անմիջապես ինչ որ բան պետք է հաջորդեր կամ պետք է արդեն եղած լիներ նոր հայտարարել, բայց չէ դու հայտարարում ես, հետո 2 օր հնարավորություն ես տալիս ճակերտավոր հնարավորություն, կարծում եմ հենց դրանում ներկայանում Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, նենգությունը, հնարավորություն ես տալիս փախնելու կամ փախնելու փորձ անելու հնարավորությունը ճակերտների մեջ, որ ասենք Մաքս անցակետում բռնես, ասես տեսեք, ուզում էր փախչել, լրտես են բռնել, պետական հանցագործ են բռնել եւ այլն, բայց դու չէիր հաշվարկել, որ Անդրանիկ Թևայնյանը քո նման ծլկող չէ, ինչպես ծլկեցիր 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ տասնյակ մարդկանց գլուխ կերակ, այդ խռովությունները հրահարեցիք եւ այլն։ Եվ տեսնելով, որ այդ օպերացիան չի ստացվում, ստիպված արդեն հենց քննչականի դիմաց ձերբակալեցիր, որովհետև արդեն պատվերը տվել էիր, մարդու մեղադրել էիր, անունը արատավորել էիր այդ կեղտոտ հանցագործությամբ եւ պետք է բնականաբար արդեն հասնեիր գործողությունների, այդ քո պլանը այդտեղ տապալվեց եւ երկրորդ, եթե Արեգնազ Մանուկյանին գնում ես հարցաքննելու, խուզարկելու այդ մարդու բնակարանը, ծանր հանցագործության մեջ մեղադրվողին հետ կապված գործով մի մարդու ես գնում խուզարկում եւ հարցաքննում 20 օր ավել այդպես այդ գործի մասին հայտարարելուց հետո, այսինքն 20 օր այդ գործի մասին խոսվում է, հայտարարվում է ու 20 օր հետո ես գնում, դա նշանակում է, որ դուք ոչ թե զբաղված եք
քրեական գործ բացահայտելով փորձում եք ինչ որ արդարություն ձեր հետ չի կպնում, դա էլ ասեմ, էլի, ինչ որ բան վերականգնեք, այլ դուք ուղղակի առաջնորդվում եք քաղաքական պատվերով։ Եվ սա կապված է անմիջական ընտրությունների հետ, Անդրանիկ Թևանյանի այդ ձերբակալությունը դրա ցցուն օրինակն էր, որը շարունակվում է Արեգնազ Մանուկյանով, ես նշեմ, որ նաև սրան պետք է կապենք երեք Ալեն Ղևոնդյանի ձերբակալությունը բանի հետ կապված, ստատուս գրելու հետ կապված, եւս մի տղա էր ձերբակալվել, էլի ստատուս գրելու համար, այսինքն Նիկոլ Փաշինյանի այդ ժող բաստիոնը, ժողովուրդ ջան, մոռացեք, իրենը կոնցլագեր է, կոնցլագերի Կլուչնիկի կարգավիճակում էլ ինքն է։ Եվ այս պայմաններում է, սա նախընտրական շրջաններ հիմնականում, ինչ նկարագրեցի, բացի Արեգնազ Մանուկյանից եւ ստատուս գրելու համար ձերբակալվածից, սա նախընտրական շրջաններ էր, չասեմ, այդ ընթացքում կծծնելու, շորտ բանանելու, խլելու, ասֆալտին փռելու, սատկացնելու, ժողովրդի վրա հարձակվելու, բառիս բուն իմաստով այս դեպքում մետրոյի մեջ այդ դեպքը, հետո այն տղայի վրա հարձակվելը, որ գոռգոռում էր, ինչու չեք զոհվել, այո, ճիշտ է, հետո բանը պատերազմով սպառնալը ժողովրդին, հետո ադմինիստրատիվ ռեսուրսի կոշտ ու կոպիտ օգտագործումը, երբ հավատաքննիչների մի ամբողջ բանակ նայում էր, թե հանկարծ, ասենք, պետական աշխատողներից, համայնքային աշխատողներից որևէ մեկը ընդդիմադիր որևէ շարժում նույնիսկ սոցիալական ցանցերում չանի, եւ բերեց հասցրեց մինչեւ ընտրությունների օրը, արդեն իսկ եթե ընտրությունների օրը ամեն ինչ շատ իդեալական անցած լիներ, ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնելու խնդիրը առաջացել էր արդեն ընտրություններից առաջ, սա պետք է ֆիքսենք, իսկ ընտրությունների օրը դա ուղղակի այդ կուտակված թարախի պայթուններ, թարախաբշտիկի պայթուններ, երբ մենք համատարած ընտրատեղամասերում, ընտրատեղամասերից դուրս տեսնում ենք, թե ինչ է կատարվում, քվեարկության գաղտնիության խախտում, կուտակումներ, զինվորների այդ մասսայական քվեարկությունը ժամը 8-ից հետո, էլի շատ համացանց ուղղակի ողողված էր նման բաներով, հետո արդեն հաշվարկի ժամանակ вообще մի խայտառակություն էլ այդտեղ էր, այսինքն ամբողջ ընտրական process-ի հետ կապված ժողովուրդը, հասարակությունը, ընդդիմադիր քաղաքական ուժերը ունեն հարցեր, հաշվարկ ասենք, ենթադրում ես, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մի բանում կարող են սխալվել, բայց համատարած այդ արձանագրությունների սխալ մուտքագրում, սխալ հաշվարկ, մեկը մյուսից վերցնել մյուսի վրա դնել, այսինքն այդ որ նայում ես, հասկանում ես, որ կամ բացարձակ կապ չունեն այս մարդիկ ընտրություններ կազմակերպելու հետ եւ հարց է առաջանում ով է դրանց նշանակել այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որ չեն կարողանում նույնիսկ ճիշտ աշխատանքի բաժանում կատարել, որ Excel-ի մեջ թվերը նորմալ մուտքագրեն, կամ դրա մեջ կա միտում։ Ես հակված եմ հավատալու երկրորդին, որովհետև եթե միտում չլիներ, ապա չէր առաջանա ԲՀԿ-ի խնդիրը։ Երբ այստեղ նույնիսկ ԲՀԿ-ի խնդիրը չի համընդհանուր կոնտեքստում եթե նայում ենք, եթե ինքը թվերի հետ քարկտի խաղալով այնտեղ 60 ձեն, 4 ձեն, 5 ձենի տարբերությամբ ինքը փորձում է ակնհայտ խեղաթյուրելով ընդհանուր պատկերը, իրենք փորձում են մի քաղաքական ուժի դուրս թողնել պարլամենտում ընդգրկված լինելուց եւ դրանով իրենք արդեն ազդում են ժողովրդի կամարտահայտության, իրական կամարտահայտության պատկերի վրա պարլամենտում։ Եթե պարլամենտը չի արտահայտում ժողովրդի իրական կամարտահայտությունը, այսինքն ժողովրդի պատկերով, ժողովրդի քվեարկությամբ չի ձևավորված այդ ամեն ինչը, ուրեմն այդ պարլամենտը լեգիտիմ չէ։ Ուրեմն մենք գործ ունենք ոչ լեգիտիմ իշխանության հետ, քանի որ հենց այդ նույն պարլամենտն է ձևավորում գործադիր իշխանությունը, ընտրում է վարչապետին։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը դրված է կասկածի տակ, այսինքն կարող ենք ասել նա այլևս լեգիտիմ չէ, 21 թվականից հետո անկեղծ լինենք, նման հարցեր չէր առաջանում։ Խոսում էին ընտրակեղծիքների մասին, հնարավոր ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման մասին եւ մնացած այլ բաների մասին, բայց մասշտաբները այսպես չէր։ Հիմա ակնհայտ է, որ յուրաքանչյուր դուրս եկեք փողոց եւ հարցրեք ով է հավատում ընտրությունների այս արդյունքներին։ Բոլորը տարակուսած են,
մեծ մասը չի հավատում, որ ընտրություններում պետք է գրանցվեր նման արդյունք։ Սա նաև ցուցիչ է հանրային ընկալման առումով, որովհետև ժողովուրդը հիմնականում չի սխալվում իր պատկերացրածի ընկալածի առումով։ Եվ մարդիկ տարակուսած են։ Մարդիկ հասկանում են, ձեր շրջապատում հարցրեք, հասկանում են, որ ինչ որ մի բան այն չի եղել, ինչ որ միտեղ Նիկոլ Փաշինյանը, այսպես կոպիտ արտահայտվեմ, իրենց գցել է։ Եվ մեկ կարևոր հանգամանքի եմ ես ուզում անդրադառնալ, Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարում է, թե ընդրակեղծիքներով է ձևավորվել ընդդիմության ձայները։ Սա բացարձակ ազգին կաշառ, ընդդիմադիրներին կաշառակեր է ասում, էլի, ժողովուրդ ջան, եթե դուք ընդդիմություն եք քվեարկել, ուրեմն ըստ Նիկոլ Փաշինյանի ստացվում է դուք կոռուպցիոներ, կաշառակեր մարդիկ եք։ Հիմա այդ անպատասխանատու Հայկոս Լագերի Կլուչնիկի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանի կողմից նման անպատասխանատու հայտարարություն անելը ոչ միայն բարոյական պատասխանատվություն է ենթադրում, այլ նաև իրավական պատասխանատվություն է ենթադրում։ Պարոն Մախասյան, հենց նոր եկավ ինֆորմացիա, Գոհար Մելոյանը ահազանգում է, խախտումները շարունակվում են բացահայտվել, էլեկտրոնային սարքերի կտրոնների համարները չէին համընկնում ընտրողների մատյանների թվերի հետ։ Սա հերթականն է։ Այսինքն կոմբինացված բաց թողումներ են եղել, այսպես մեղմ արտահայտենք ընտրությունների արդյունքում։ Մի փոքր սրանից, որ աչք չծակի։ Եթե առաջներում խոսում էին քվեատուրբ լցոնելու մասին, հիմա արդեն ավելի խաղաղակիրթ մոտեցում կա, մի բանի վրա շատ չեն կենտրոնանում, որպեսզի չբացահայտվի, հա, այդպես ակնբախ չլինի։ Վերադառնալով այդ ընդրակեղծարարությանը կամ չէ, վերադառնալով ընդդիմության կոռումպացված հայտարարելու մասին կամ կաշառակեր լինելու մասին հայտարարությանը, նշեմ, եթե դու համարում ես, որ կաշառքով է ձևավորվել պարլամենտի առնվազն 40%-ը այս պահի դրությամբ, ուրեմն դու պարտավոր ես ապացուցես, մեղավորներին նստացնես եւ հայտարարես ամենակարևորը, հայտարարես նոր ընտրություններ։ Այդ չի կարող պարլամենտը լեգիտիմ համարվել, եթե դե ֆակտո երկրի վարչապետի աթոռին նստած անձնավորությունն ասում է, որ այդ պարլամենտի 40%-ը ձևավորվել է ընտրակաշառքի միջոցով։ Ձևավորվել է ընտրակաշառքի միջոցով լուծարի ապացույցի եւ լուծարի պարլամենտը, լուծարի եւ նշանակի նոր ընտրություններ։ Նման անպատասխանատու հայտարարություններ անելուց հետո դու պարտավոր ես գործողություն անես կամ հայտարարես, որ սուտ ես խոսացել, ուղղակի մանիպուլացնում ես դու ժողովրդին։ Ինչպես մանիպուլացնում էիր նախընտրական շրջանում, երբ հայտարարում էիր, թե եթե սահմանադրական մեծամասնություն չունենա քաղաքացիական պայմանագիրը, ապա սեպտեմբերին տեղի է ունենալու պատերազմ։ Դու ասում ես, սա հենց սահմանադրական մեծամասնություն, կարծեմ 2/3-ն է դա։ Եթե հիմա սեպտեմբերին չի լինում պատերազմ, այդ դեպքում ինչ ես ասելու։ Սա մեկ ընտրակեղծարարության հետ կապված։ Ես բռնաճնշումների թեման ես ուզում եի շարունակել, որ արդեն որ երրորդ դեպքն է, որ մարդիկ, օրինակ Ալեն Ղևոնդյանի դեպքը ուղղակի քաղաքագիտական վերլուծություններ, քաղաքագիտական կարծիք են, մարդը մանկավարժ քաղաքագետ է մասնագիտությամբ, կարծիք է գրում, վերլուծություն է գրում Facebook-ում 2 տող։ Դրա համար ձերբակալում եք եւ վարչական վերահսկողությամբ կալանք եք նշանակում։ Ես Նիկոլ Փաշինյանին կոչ կանեմ ինքը ավելի անկեղծ լինի, ավելի ազնիվ լինի թե իր հետ, թե ընդդիմության հետ, թե հասարակության հետ, հայտարարի Հայաստանում դիկտատորական կարգերի հաստատման մասին, ստեղծի քաղաքական ոստիկանություն, որի բաժիններից մեկը կլինի քննիչների ոստիկանները, այսինքն ցենզուրան, որոնց, ասենք, կարող եք այսպիսի պրակտիկա մշակել, ասենք, ով ուզում է քննադատական ստատուս գրի, ուղարկի այդ հավատաքննիչներին, այդ քաղաքական ոստիկանության համապատասխան բաժին, ասի կարող եք մի հատ նայել, կարամ ես ստատուսը Facebook-ում դնեմ, թե չէ, թե դնեմ ձերբակալեք, կնստացնեք, չգիտեմ ինչ կանեք։ Այդպես ավելի ազնիվ կլինի, քանի որ ժողովրդավարության վերջին նշույլները նույնիսկ առերևույթ այդպես դեմոնստրատիվ նշույլները այլևս վերացված են,
այլևս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ, այլևս Նիկոլ Փաշինյանը ամենաբիրտ, ամենաանօրինական միջոցներով հետապնդում, բռնաճնշում է իր ընդդիմադիրների, իր դեմ խոսացողներին, դա լինի արմատական ընդդիմության շարքերից, դա լինի, ասենք, այսպես կոչված քաղաքասարակության, բայց այն քաղաքասարակության, որը իրական քաղաքասարակությունն է, ես չեմ ասում գրանտակերների մասին։ Թող հայտարարեն այդ մասին, էլ չընկնեն մարդկանց հետևից, մարդիկ էլ հասկանան խաղի կանոնները, էլի։ Էլ մի ասեք ժողովրդավարություն, ժողով բաստիոն, մենք կհասկանանք, ուղղակի ասեք կոնցլագեր է, ժողովուրդ ջան, հիմա պետք է առաջնորդվեք կոնցլագերի կանոններով։ Եվ ընտրությունների թեման, այս թեման ամփոփելով նշեմ, որ թիրախավորել էին մարդիկ, որ պետք է այնպես վերահաշվարկ անեն, վերջնական արդյունքները այնպես պետք է ֆոկուսնիկությամբ սրբագրեն, որ ստացվի, որ ԲՀԿ-ն մի քանի ձայնով չի անցնում պարլամենտ եւ ամենա այսպես բառն եմ ուզում, ստահակ բառը չեմ ուզում օգտագործել, նենք բառը օգտագործենք, այնպիսի նենգությամբ էին իրենք թիրախավորել, որ ստացվի այսպես, ընդդիմությունը բողոքում է, որ զինվորներին բերել եք 8-ից հետո քվեարկել եք տվել, մենք էլ անցալով այդ բողոքին այդ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները համարում ենք անվավեր եւ շատ հետաքրքիր զուգադիպությամբ այդ ընտրատեղամասերում ԲՀԿ-ն համեմատաբար մեծ թվով ձայներ է հավաքել եւ անվավեր ճանաչելու դեպքում առաջանում է ԲՀԿ-ի պարլամենտ մտնել չմտնելու խնդիրը։ Այսինքն շատ տարօրինակ զուգադիպություններ են, էլի, իշխանության դրսևորած վարքագծում եւ ստացվում է այնպես, որ հետո սկսում են խոսել այ վերաքվեարկության մասին, որ պետք է վերաքվեարկություն նշանակվի, իդեպ իրավաբաններն ասում են, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավունք չունի օրենքով անվավեր ճանաչելու երկու տեղամասի քվեարկության արդյունքները, այսինքն մի շիլաշփոթ, մի վակխանալիա իրավական, քաղաքական, որ շունը տիրոջը չի ճանաչում, այսինքն Նիկոլը կարար մենակ այնպիսի ընտրություններ կազմակերպել, որ մի շաբաթ ընտրություններից անցել է, չեն հասկանում, թե այդ պարլամենտում քանի ուժ պետք է լինի, 3 թե 4։ Այսինքն սա ժողովրդավարության ցուցիչ չէ, սա ապօրինությունների թագավորության, սա քաղաքական վրեժխնդրության, մարդկանց ըստ քաղաքական նպատակահարմարության պատժելու, ժողովրդի կամ հարտահայտության վրա բռնանալու, ժողովրդավարության սկզբունքների վրա ոտքերը սրբելու մասին է։ Մենք պետք է հասկանանք, որ այլևս ապրում ենք, վաղուց էինք ապրում, ուղղակի ասում ենք, շատերը դա չէին ֆիքսում, ապրում ենք այնպիսի մի ռեժիմի պայմաններում, որը քիչ աղերս ունի ժողովրդավարության հետ։ Այն, որ ասում է ազատ մամուլ, ազատ խոսք, մենք տեսնում ենք։ Իրական ազատ խոսքի դրսևորման դեպքում շատ շատերը հայտնվում են ճաղերի հետևում, փորձում են ինչ-ինչ վարչական վերահսկողությունների տարբեր իրավական մեթոդներով լռեցնել, այսինքն ամեն ինչ անում են վախի մթնոլորտ ստեղծելու համար, որ մարդիկ չխոսեն, շարի սփորձանքից հեռու, ընդհանրապես քաղաքականությամբ մի զբաղվեք ձեր գործերով, դա կոշտ ավտորիտարիզմին բնորոշ երևույթներ են, բացեք քաղաքագիտություն, կարդացեք եւ կտեսնեք, որ Նիկոլ Փաշինյանի հաստատած ռեժիմը մեծ աղերս ունի կոշտ ավտորիտարիզմի հետ եւ ժողովրդավարության մասին խոսել այստեղ բնականաբար անիմաստ է, ու մենք պետք է այս իրողություններով առաջնորդվենք։ Եվ եթե ընտրությունների հետ կապված անդրադառնանք մեկ այլ հարցի, խոսքը վերաբերվում է հետընտրական զարգացումներին, հետընտրական զարգացումներից ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ահա որ վախենում է հազարավոր մարդկանց փողոցում տեսնելուց, ինքը հասկանում է, որ եթե ինքը ընտրությունների միջոցով պատրաստ չէ իշխանություն տալ, ապա իրեն կարող է սպասվել
2018 թվական այն մեթոդները, այն մոտեցումները, ինչը իրենք անվանում են թավշյա հեղափոխություն, հետևաբար մարդը ամեն ինչ անում է, որ փողոց չգեներացվի։ Ես նշեմ, որ եթե ԲՀԿ-ի օրինակ պարլամենտում հայտնվել չհայտնվելու հարցը լուծվելու է հանրային ճնշման միջոցով։ Հանրությունը ճնշում է, կմտնի, չի ճնշում, չի մտնի։ Պարոն Ծառուկյանը երեկ նաև հայտարարություն էր տարածել, ասելով, որ սկսվում են նաև քաղաքական դիմադիր ուժերի հետ, այսպես ասենք, զրույցներ առաջիկայում։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ ի վերջո այս ամեն ինչի հետ կապված այս ընտրախախտումները, որ մեկ ականատեսը եղան, ժամը 2-ին է սենց գիշերվա ընտրության օրը տեսար Փաշինյանը արագ տեմպերով եկավ եւ 200 տեղամասություններ թամել ինֆորմացիա եկել, միանգամից իրեն միանձնյա, այսպես ասենք, իշխանություն կարգեց։ Այս ամենի հետ կապված Այս ամենի հետ կապված խնդիրն այն է, որ այդ ամբողջը բոլորը ֆիքսել են, բայց օրինակ մեկը ես ակնկալում եմ, որ քաղաքական ուժերից պետք է լինեն հստակ գրավոր պաշտոնական գնահատական այս ընտրություններին։ Իրենք եթե հայտարարությունների մակարդակով հայտարարում են, որ կեղծված են, լեգիտիմ չեն եւ այլն, իրենք պետք է հայտարարության տեքստով դա ֆիքսեն։ Բոլոր քաղաքական ուժերը, որոնց ներկայացուցիչները նման հայտարարություն են անում։ Այդ հայտարարությունից հետո արդեն կարող են դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով, սահմանադրական դատարան եւ այլ իմչալոց այդ սահմանադրական դատարան դիմելը ես համարում եմ անիմաստ զբաղմունք, բայց եթե գտնում եմ պետք է խնդիր չկա, հա, թող դիմեն եւս մեկ անգամ համոզվեն, դիմելու փոխարեն օրինակ կարող են դիմել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի նույն խնդրանքով նույն ակնկալիքն ունեմ ես այդ երկու կառույցներից Արայիկ Հարությունյանն նույն վճիռնակահասնելու ինչ սահմանադրական դատարանը նույն հաշվով կենտրոնական ընտրական հանձնաժողով խափանումը իմիջիայլոց կայքի այդ հաշվարկի կասեցումը մինչև ժամը 9, այսինքն ժողովուրդ ասենք Նիկոլի դուտուկի տակ պարող պետական համակարգից ակնկալիք ունենալու իմաստը ես չեմ հասկանում։ Միգուցե իրավական առումով ինչ որ բան պետք է անեն, հա, հիմա պետքա թող անեն, բայց ուղղակի ինստիտուցիոնալ հիշողություն ունեցողը կհիշի, որ 21 թվականին էլ նույն բանն եղավ, դրանից առաջել էին նույն բաներն եղել, ֆիքսել էին ինչ որ բանել եւ շարունակել էին ընթացքը, այսինքն իմ ասածն այն է, որ ընդդիմությունը պետք է լինի միասնական, բոլոր քաղաքական ուժերը, իդեալում ճիշտ կլներ, որ մի տեքստ լիներ, որի տակ ստորագրեին բոլորը, ով համաձայն չէ, որ ընտրությունները անցել են լեգիտիմ, ազատ, արդար, մրցակցային եւ այլն, բոլորը ստորագրեին դրա տակ կամ առանձին հայտարարության հանդես գային, նշեին իրենց վերաբերմունքը ու անցնեին քաղաքական պայքարի։ Քաղաքական պայքարը Դե ինձ թվում է, որ ժամկետների առումով, չգիտեմ, կարող է սխալվում եմ, կարող իրենք ավելի իմաստ ունեն քաղտեխնոլոգիաների եւ քաղաքագետների մեծ բանակ, որոնց իրենց ճիշտ խորհուրդներ են տալիս, միգուցե, հա, ես սխալվում եմ, ներողություն, կտեսնենք առաջիկայում, հա։ Եվ սրա զուգահեռ սանկցիաների հետ կապված ձեր տեսակները իմիջիայլոց կարող եք նաև շնորհավոր ակտեր ուղղել, ակցիզային հարկերը բարձրանում են։ Հա, բայց այդ ենթադրել էր, թող Նիկոլ ընտրած ժողովուրդը մտածի, չնայած մենք էլ մտածելու բան ունենք, որովհետև ընդդիմության մեջ էլ ասենք սիգարետ ծխողներ կլինեն, բենզին լցնողներ կլինեն հավանաբար, որոնք եւս թանկնով պետք է վճարեն, բայց Նիկոլ ընտրողները պետք է հիշեն, որ անմիջական պատասխանատվություն են կրում դրա համար։ Նիկոլ Փաշինյանը բնականաբար սա հասկանում եք, երկրի ֆինանսական վիճակը այնքան վատ է, որ նույնիսկ ընտրությունների արդյունքները չեն ամփոփվել, պաշտոնական նախնականն է եկել։ Նույնիսկ այդ փուլում ինքը գնում է նման թանկացումների, որի արդյունքում թանկանում է ծխախոտը, բենզինը, ալկոհոլը եւ սա ծաղիկներն է, սա նշանակում է, որ ֆինանսապես իրենք այնքան բոբիկ են, որ ել սпасելու տեղ չկա, արագ պետք է գնան թանկացումների։ Հարգելիներս, հատկապես նրանք, ովքեր գնացել Նիկոլ Փաշինյան ընտրել են այն բանի համար, որ թոշակները 10,000 դրամով թանկացել են, այս վերահաս թանկացումները այնպես է խժռելու է ձեր բարձրացրած 10,000 դրամը, որ մի բան էլ դուք եք պարտք մնալու։ Ես ձեզ վստահեցնում եմ։
եւ նաեւ վստահեցնում եմ, որ տնտեսական վիճակը գնալով ավելի է վատարանալու, որովհետեւ հսկայական ծախսեր են արվել նույն ընտրությունների վրա, նույն քաղաքացիական պայմանագրի կողմից, այդ առողջապահական համակարգի ներդրումը եւս շատ ծանր բեռ է բյուջեի վրա, ես կարծում եմ, որ այդ համակարգն էլ շատ մեծ հավանականությամբ, եթե չգնաց կոլապսի, ապա աշխատելու է շատ վատ եւ առաջիկայում մենք այդ դժգոհությունները լսելու ենք։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի ճանաչել չճանաչելուն, չեմ կարող ասել, վերջնական արդյունքները լինի, նոր այդ դեպքում արդեն պարզ կլինի ռուսների վերաբերմունքը, բայց մինչև հիմա ռուսներն են հստակ գնահատել, թե ինչ է տեղի ունեցել, այսինքն այդ ընտրախախտումների հետ կապված, մրցակցային ընտրական համակարգի բացակայության հետ կապված, բայց եթե մենք ակնկալում ենք, որ ռուսները կճանաչեն, չեն ճանաչի, ինչ որ վերաբերմունք ցույց կտան, ապա իրենք էլ նայում են, թե տեղի հիմնական քաղաքական ուժերը ինչ վերաբերմունք են ցույց տալիս, որ հասկանան տեղում ինչ իրավիճակ է։ Իրենք կարող շատ բան մտածեն, շատ բան տեսած լինեն։ Եթե ասենք հիմնական քաղաքական ուժերը պաշտոնապես չեն դատապարտում, չեն ֆիքսում, որ ընտրությունները լեգիտիմ չի, մրցակցային չի, բազմաթիվ ընտրախախտումներ են եղել եւ այլն, դա պաշտոնապես ֆիքսած չի, ռուսներ կասի, եթե դուք պրոբլեմ չեք տեսնում, ես ինչի պիտի պրոբլեմ տեսնեմ։ Մեր խնդիրն է, որ մենք ռուսներից ակնկալում ենք, որ իրենք մեզանից ավելի հայ լինեն։ Այդպիսի բան չի լինում։ Այդ մարդիկ ունեն իրենց պետությունը, պաշտպանում են իրենց շահերը, իրենց պատկերացրածով ու իրենց ուժերի ներածի գյուր, այդպես ասեմ։ Այնպես որ, ասենք, ռուսներից այս պարագայում ես որևէ մեծ ակնկալիք չունեմ, իրենք առաջնորդվում են այն տրամադրությունները։ Մայրամ ջան, սպասենք, թող պաշտոնական արդյունքները լինեն, հետո արդեն կտեսնենք։ Ցուցիչ կարելի է համարել այն, որ կարանտինային ապրանքների մուտքը Ռուսաստան Հայաստանից փակեցին։ Ինչա՞։ Ինչ ԵՄ-ի անդամ։ Դե այսինքն այդ ոնց է։ Եվրոպայում։ Ես ես վստահեցնում եմ, որ Եվրոպայում ոչ ծաղիկ են։ Ես շնորհավորում եմ Սամվել Ալեքսանյանին եւ մյուս բոլոր օլիգարխներին, ովքեր Նիկոլ Փաշինյանը համարում է իր սրտի օլիգարխները, իրենք կյանքում խնդրեմ չեն ունենալու, որովհետեւ կարող են պայմանավորվել նաեւ հաջորդ իշխանությունների հետ, թող մտածեն արդյունաբերական գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ, այգիներ ունեցող մարդիկ, ընդհանրապես գյուղատնտեսությամբ զբաղվող եւ գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող մարդիկ, գործարարները, աշխատողները, որովհետեւ եթե Ռուսաստանը իրոք ուզենա պատժել գործող իշխանություններին, ահռելի գործիքակազմ կա, որի տակից ես չեմ կարծում, որ Հայաստանը կկարողանա, ցավոք սրտի եմ ասում, Նիկոլ Փաշինյանի եւ նրա այսպես նախարար բան այդ պատգամավորական խմբակի անլուրջ ջրիկ անպատասխանատու հայտարարությունները շատ մի լսեք։ Իրենք ձեզ կանգնեցնելու են փաստի առաջ։ Կարող ինչ որ կոմպենսացիաներ խոստանան, ինչ որ մի փոքր բաներ տան, բայց երկարաժամկետ կտրվածքում դուք մնալու եք կոնտրաստ աշտակի առաջ։ Ունենալու եք հսկայական խնդիրներ, այդ շուկաները այնպես չի, որ աշխարհում թափած են, ու նստած սպասում են, թե Հայաստանը երբ է դուրս գալիս ռուսական շուկայից, որ ասեն էստի համեցեք։ Ձեզ այնպես դուրս նույնիսկ չեն էլ թողնի թակեք դռները, ոչ եվրոպաների, ոչ ասիաների, ոչ մնացած այլ շուկաների։ Այդ նույն մրգի բանջարեղենի գյուղմթերքի վերամշակմամբ շատ հաջող զբաղվում են այլ Ուզբեկստանը, Ադրբեջանը, Ղրղստանը, Տաջիկստանը, դե խնդրեմ չունեն, այսինքն շուկայի։ Մտեք ռուսական սուպերմարկետ, ասենք 6 երկրից մանդարին կա դրած։ Մի 3-4 երկրից ծիրան, այսինքն այնպես չի, որ այնտեղ ռուսական շուկան մնացել էր մենակ հայկական գյուղմթերքի հույսին եւ հանգարց վայ-վայ անի, որ չզրկվի այդ ամեն ինչից։ Հայկական գյուղմթերքի եթե ռուսական շուկայից դուրս կան, դե շատ էլ չեն էլ նկատի, որ նման բան է տեղի ունեցել։ Ի վերջո գործ ունենք 120-150 միլիոնանոց շուկայի հետ։ Այսինքն այն մարդիկ այլևս պետք է ֆիքսենք, որ
Այն մարդիկ, ովքեր աջակցեցին, քվեարկեցին, աջակցել է տարբեր մեթոդներով, ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին իշխանության մնալուն, իրենք հավասար չափով պատասխանատվություն են կրելու երկրում տեղի ունեցող հետագա ռիսկային զարգացումների համար։ Եվ վաղը սպասվում է 3 ակցիա տեսանք ընտրական հանձնաժողովի մոտ, վաղն էլ կարծեմ լինելու է, ձեր կոչը ինչ է։ Իմ կոչը այն է, որ եթե մարդիկ չեն համակերպվում անարդարության հետ, համարում են, որ անարդար բան է եղել, համարում են, որ եկող պարլամենտը 9-րդ գումարման չի արտահայտում ժողովրդի իրական կամքն ու տրամադրությունները, իրենք հաստ չեն, որ Հայաստանում հաստատվի դիկտատորական մի համակարգ, որը ոտքերը սրբում է սահմանադրության, օրենքների, մարդու իրավունքների վրա, եթե իրենք ուզում են ապրել մի երկրում, որը ապահովում է առաջերտին իրենց եւ երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունը, եթե ուզում են ապրել բարգավաճ մրցակցային երկրում, եթե իրենք ուզում են ապրել կանխատեսելի ապագայով, ապա իրենք պարտավոր են իրենց բողոքի ձայնը հայտնել հրապարակային, փողոցում, սոցիալական ցանցերում, գալ այդ հավաքներին ու կարևոր չի այստեղ որ կուսակցության դրոշի ներքո է, որովհետև այլևս պետք է իջեցնել կուսակցական դրոշները, սա հանուն ժողովրդավարության, հանուն հայ ազգի արդար կամ արտահայտության պայքար է։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր, թե ես ձեռքերս կտրեմ, մի քվե անգամ չեմ կողանա, թե ընտրակեղծարարություն չեմ անի, այսքանից հետո երևի ինքը պետքա զբաղվի վերջույթների ամպուտացիայով, ուրիշ բան չի մնում, էլի, բայց դե մենք գիտենք, էլի Նիկոլ Փաշինյանը ինչ ասում է, ուղիղ հակառակն անում է։ Այնպես որ հարգելի քաղաքացիներ, ես չեմ կարող ակնկալել, որ բոլորը ով դժգոհ է կգտնի հրապարակ կխոսա, ինչ որ բան կանի, բայց յուրաքանչյուր ֆորմատով ձեր աջակցությունը կարևոր է, որովհետև իրենք այն մարդիկ, ովքեր Հայաստանը դարձնում են դիկտատորական որջ կոնցլագեր, կազմակերպված են շատ ակտիվ, բայց փոքրաթիվ, իսկ լավ մարդիկ, ազնիվ մարդիկ հիմնականում անկազմակերպ են, անատներ են, բայց պահերը գալիս, երբ պետք է համախմբվել, միակամ լինել, այս խնդիրը լուծել, հետո ամեն մարդ իր գործով այնպիսի պետության մեջ, որը ասենք ստատուս գրելու համար չի ձերբակալի, որտեղ հեղինակություն ունեցող քաղաքական գործիչը կեղծ շինցու մեղադրանքով լրտեսության համար չի հայտնվի ջաղերի հետևում, այդպիսի երկիր ենք մենք ուզում, դրա համար պետք է պայքարել։ Ես եմ շնորհակալ։